Հարգելի ըստատիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Տիկին Ալավերդյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Բարի ձեզ։ Տիկին Ալավերդյան, ինչ է կատարվում եկեղեցու շուրջ ու ինչպես Նիկոլ Փաշինյանին հաջողվեց եկեղեցին, որ ամենաբազմադարյա կառույց է, ամուր, մշտապես մեր ժողովրդին համախմբող, կառույցն է եղել, այսպես ներսից պարակտել ու մենք այդ տեսարանը տեսանք, թե ինչպես են շատ եպիսկոպոսներ գնում գլուխ խոնարհում ձեռք սեղմում Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախ առաջ շնորհակալություն հարցի համար, ես կցանկանայի ասեմ, որ դա լավ պահեր ենք մենք ապրում։ Հո այդ անձինք ովքեր Պարզաջրման դրական եմ ես ընկալում, որովհետև շատ լավ է, որ բացահայտվել են մի քիչ ավելի խաղաղ ժամանակներում։ Ես դա միշտ ասել եմ, որ պատկերացրեք, եթե կան դավաճաններ բանակում եւ դա բացահայտվում է խաղաղ ժամանակ, ինչքան շատ ավելի լավ է, քան եթե դա լինի պատերազմական ժամանակ։ Եվ ես երբևէ չեմ հավատում, որ այդ մարդիկ փոխվում են, դրանք բացահայտվում են։ Եվ այսպիսի պահերը պատմության մեջ, կյանքում ընդհանրապես տրվում են դրա համար։ Տիկին Ալավերդյան, ձեր ասածից ստացվում է, որ պետք է մի բան էլ շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, որ այդպես Երևան հանեց։ Ձեր ասածից Նիկոլ Փաշինյանի մասին առանձին։ Նայեք, այդ անձնավորությունը մնացել է դեղին թերթիկի շատ հայտնի ոճի լրագրող։ Նա ուրիշ ձև չգիտի, եթե դուք հիշում եք հայկական ժամանակի տպագրված նյութերը, մեթոդները եւ այլն, ինքը դա շարունակում է։ Այսինքն ես շնորհակալություն ասելու այստեղ բան չունեմ։ Ես ասում եմ, որ այն ամենը ինչ տեղի է ունենում, ունի իր օրինաչափությունը եւ այս առումով հենց ինքը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի երևույթը եւս տրվում է ազգին, ըստ երևույթին դրա համար, որ մենք ինքներս մեզ ինքնաճանաչման այս գործընթացի մեջ մենք կողմնորոշվենք։ Ես ժամանակին ասել եմ, գիտեք, ոչ մեկը չի կարող ասել, որ որևէ մի ազգ, այդ թվում հայությունը հավերժ է։ Միշտ ամեն մի սերունդ պատասխանատվություն է կրում եւ իրականացնում է այն գործողությունները, որոնք կամ ապահովում են շարունակելիությունը ազգի եւ զարգացումը, կամ հակառակը մեծ խոչընդոտ է լինում եւ մարտահրավեր։ Մենք հիմա ապրում ենք այդպիսի մարտահրավերի ժամանակ։ Ես հայտարարել եմ բազմաթիվ անգամ, հիմա էլ կասեմ։ Ես 2018 թվականից միշտ ասել եմ, որ ես գիտեմ ինչի համար է այդ թիմը եկել, որովհետեւ ստիպված եմ եղել հետեւել որոշ տպագիր նյութերի, այդ թվում եւ հայկական ժամանակի։ Տիկին Ալավերդյան, մարդիկ գնացել ձայն են տվել, դուրս եկան փողոց, պահանջում էին փոփոխություն, հրամանել եկան իշխանություն։ Այո, եւ փոփոխությունները իրոք պահանջված էին։ Եկեք ճշմարիտ խոսենք, այդպես չի, որ զարմացած եմ դրանով, որ օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո պահանջում են փոփոխություններ, հա, ու վերել են եւ եկել են եւ ընտրել են երկրորդ նախագահից հետո շատ ավելի կարծես թե կռահելի էր, որ լինելու է երրորդ նախագահ այդ անձը եւ փոփոխությունները արդեն հասունացել են։ Ինչու՞։ Որովհետեւ առաջին նախագահից սկսած 90-ականների սկզբից Հայաստանի Հանրապետությունում տնտեսական եւ ընդհանրապես կառավարման համակարգում այսպես ասած մինի օլիգարխիկ համակարգ էր։ Եվ բոլորը դա զգում էին իրենց վրա, որևէ մեկը դա չի փոխում։ Ինչու հիմա չկա այդ։ Ես պետք է ասեմ, որ դա հստակ շատերը հիշում են։ Գուցե այդ ծավալով չէ ինչ որ այդքան տարիներին, որովհետև պետությունը փոքր է, որովհետև բնակչությունը փոքր է։ Ես հրաշալի հիշում եմ, որ երբ որ ես հարց եմ տվել, եղել եմ 90-ականների թվական սկզբից, ես եղել եմ Գերագույն խորհրդի Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետը։ Այս առումով ես Գերագույն խորհրդի մեջ եղել եմ, աշխատել եմ, ունեցել եմ հնարավորություն հարցնել, ես ինչ եք անում, քարոքան դանելով եւ մի քանի մարդկանց կոպեկներով
վաճառելով պետական այդ սեփականությունը, ընդ որում խոշոր գործարաններ, ինձ ասել են, որ գիտեք, դա առաջնային կուտակումն է։ Ես չհասկացա, դուք հիմա կապիտալիստական երկրի, մենք ունեցել ենք դե պետական կապիտալիզմ, սոցիալիզմը, որը եղել է սովետական, դա պետական կապիտալիզմ էր։ Հիմա դրանից հետո մենք փաստորեն այդ կուտակած հիմնականը բաժանել ենք մի քանի մարդկանց միջև, մենք ասած առաջի նախագահի կառավարման համակարգը եւ գտել եմ, որ դա ճիշտ է։ Երբ որ ես հարցրել եմ համապատասխան անձանց, «Այդ ինչ եք անում», ասել են, դե մենք փոքր երկիր ենք, բնակչությունը հավասար է Մոսկվայի շրջաններից մեկին, եւ եթե դա ազատ շուկայական է, եւ եթե մենք պետք է ծածկույթը տանք, այսինքն ծածկենք այս կամ այն ոլորտները, ճիշտ է, որ լոտը, ասենք գնումները կամ գործողությունները լինեն խոշորացված։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը պետք է բաժան լինի, ու ես երբ որ դա հիշեցրել եմ Նվեր Մնացականյանի մոտ օրերս, ինքը ասեց, հա, ես հիշում եմ, որ վարչապետ Բագրատյանը ասել է, որ մեր բոլոր տնտեսությունը մի 50 անձնավորությունների կամ բիզնեսի ձեռքին է։ Եվ դա շատ սխալ է, ես պետք է ասեմ, որ այդպես չի, որ ես ինձ վրա եմ վերցնում զուտ այդ գնահատականը, երբ որ ես եղել եմ մարդու իրավունքների պաշտպան, այդ ժամանակ այն վեճը կամ այն անախորժությունը, որը ծագել է իմ ու երկրորդ նախագահի մեջ, դա չի եղել քաղաքական հարց կամ այն եւ այլ, դա եղել է տնտեսական հարց, այսինքն ես հարցը բարձրացրել եմ սեփականության անօրինական վերցնելուց, այսպես ասած, հանրային շահի համար, որը ամբողջովին եղել է հակաիրավական։ Եվ այստեղ ես հանդիպել եմ անհամաձայնությունը երկրորդ նախագահի հետ։ Այդ ժամանակ համաշխարհային բանկի ներկայացուցիչը Հայազգի Ներսիսյանն էր։ Նա իդեպ հատվածով է հանդես եկել, ոչ թե իմ գործունեության վերաբերյալ, այլ անդրադառնալով, որ եթե շարունակվի այսպիսի տնտեսական համակարգը, այսպես ասած օլիգարխիկ բաժաններ, ապա լավ ավարտ չի սպասում կամ արդյունքները լավ չեն։ Այդ իրավիճակը բերեց հասրեց 18 Ես համոզված եմ, քիչ այդպես այդ անվերահսկողությունը, անհանդուրժողականությունը։ Գիտեք ոնց է եղել։ Այստեղ խնդիրը դա չի եղել, որ ասենք անտերություն է եղել կամ կարգ ու կանոն չի եղել։ Խնդիրը նա է եղել, որ օրինակ հոդվածներից մեկում անգլալեզու գրված է եղել, որ չնայած նրան, որ իշխանությունները Հայաստանում իրենց համարում են հեղինակություն եւ իրենց ավտորիտար է, ինչը բնականon է բոլորը համարել, տոտալիտարի ժողովրդավարական անցնում են այդ ավտորիտար բանով, բայց ասեց խնդիրը նա է, որ տնտեսությունը եւ կառավարումը Հայաստանում սպասարկում է ոչ թե պետական շահերը եւ հասարակական շահերը, այլ network, այսինքն նեղ շրջանակի շահերով է ղեկավարվում։ Ես եղել եմ падգամավոր եւ 4-րդ գումարման ազգային ժողովի ու ես դա տեսել եմ, միջև անգամ շատերն են հիշում, որ ես հարց եմ տվել, որ դուք օրենքը բերում եք, ես հստակ տեսնում եմ, որ այս օրենքը ինչ որ մարդու համար է, տնտեսական ոլորտին վերաբերում։ Այսինքն մենք պետք է ասենք, որ դա առաջացնում է եւ մոբիլիզացնում է դժգոհություն, եւ դա պատահական չի, որ ու այնպես էլ չի, որ 18 թվականին հավաքված զանգված այնց պահանջում էր Նիկոլ Փաշինյանը գա իշխանության, այնպես իրավիճակ էր, որ ով էլ գար իր շուրջ համախմբում էր։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի գալը դա ուրիշ է, իսկ դժգոհությունը ուրիշ։ Ինչու՞։ Ես հստակեցնեմ, որ այդտեղ կար եւ սուբյեկտիվ էլեմենտ, երբ որ երրորդ նախագահը ասել է ես ոչ մի պաշտոն չեմ զբաղեցնելու, հետո գալիս է իհարկե։ Գիտեք, դա ինչքան է շատ կարծում եք թե քիչ նշանակություն ունի։ Իրականում դա էմոցիոնալ դաշտում վերին աստիճանի կայծ է բավականին այո, դա մեկ։ Երկրորդը ես հիշեցնեմ, որ այն ինչ որ խոստանում էր հիմիկվա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի իրականացրել ինքը, այսինքն օգտագործվել է ամենապղտոր եւ մերժելի տեխնոլոգիան, խաբեությունը։ Հիմա ես պետք է հստակեցնեմ, 18 թվականից ես
հայտարարել եմ, որ ես համաձայն չեմ այս իշխանության քաղաքականության հետ, ավելին ես պայծառատես չեմ, ինչպես ասեցի, հայկական ժամանակը ստիպված լինելով շատ անգամ ընթերցել, ես գիտեի, որ ինչպիսի գաղափարախոսության կրող են այդ թիմը, մասնավորապես հենց քաղաքացի Փաշինյան Նիկոլը։ Ես գիտեի, որ նա հայացիաց է մեկ, ինչի շատերը զարմանում են։ Հիմա չի երևում, որ հայացիաց է, հայ մարդու ինքնությունը ոչնչացնելու մեջ Տիկին Արվետենսկի ինքն էլ ասում է, որ եթե մենք այսօր ինչ-որ խնդիրներ ունենք, հա, դրանք այն պատճառով է, որ ես չափից դուրս հայրենասեր եմ եւ զգացմունքային հայրենիքի նկատմամբ։ Ինչպես միշտ ինքը սուտ է ասում։ Շատ կներեք այդ խոսքիս համար, դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Ինչու՞։ Ես բացատրեմ հիմա։ Տեսեք, ինքը քայքայել է հակասահմանադրական քայլերով, քայքայել է բոլոր պետական եւ հասարակական միջև անգամ հասարակական հաստատությունները, բացատրեմ, ուրեմն ինքնիրավչության աստիճանը այնքան բարձր է եղել, որ այսօր մենք պետք է հստակեցնենք, որ գործադիր իշխանությունը զավթել է բոլոր մնացած երկու այդ թևերը։ Եթե եկեղեցին է կարողանում հիմա եկեղեցին դա այն թիրախն է, որ այսօր չի ծագել։ Ես հիշեցնեմ, չգիտեմ ինչի են բոլորը մոռանում, 2018 թվականին հենց որ իշխանության են եկել, այդ մի խումբ խուլիգաններ Նոր Հայաստան, Նոր Հայրապետ չեն մտել հենց շենքերը։ Բայց այդ ժամանակ ինքը Նիկոլ Փաշինյանն էր ասում էր ես պետության ղեկավարն եմ կառավարության ու չեմ կարող միջամտել եկեղեցու գործերին։ Ես ինքը նորից եմ ասում, նա ուղղակի օգտագործում էր իր սիրած այդ տեխնոլոգիան։ Ամբողջովին հակառակ բան ասել, հիշեցնեմ այդ գրքի անունը, երկրի հակառակ կողմը։ Այդ հակառակվելու եւ երկրի հակառակվելու հակառակ կողմը բերելու դա հստակ երևում է։ Գիտեք, որևէ մեկը չի կարող ասել, որ ես որևէ մեկին վիրավորել եմ։ Բոլոր իշխանությունների ժամանակ ես հանդես եմ եկել իմ կարծիքով, օգնություն ասելով, որ որն է թույլ կողմը, ինչպես եւ շատ ես ամենահամեսն եմ այդ փորձագետների մեջ, եւ նույնը հիմա եմ ես անում։ Ես հիմա ոչ թե խանգարում եմ, այլ ես օգնում եմ այս իշխանություններին, որովհետեւ ինչպես բոլոր նախկին իշխանությունները հավերժ չէին, սա էլ հավերժ չի, բայց այն աստիճան ինքնիրավչության, սահմանադրական կարգի, ամբողջովին տապալման ուղղված քայլերը եւ արդյունքներն են։ Ես արդյունքներից եմ դատում։ Ուր է հանրային խորհուրդը։ Այդ մարմինը սահմանադրական ուր է նա։ Ուրեմն տարբեր կազմակերպություններ, այդ թվում միջազգային, երբ երիտասարդ խոսքը Լիդիա Մանթաշյանի մասին է, որ այդպես ծանր պայմաններում այնտեղ պահում են, խափանման միջոց չեն թողում տեսակցելու նոր, ընդամենը մի քանի օր առաջ ազատ արձակեցին։ Լիդիա Մանթաշյանի մասին է խոսքը, ուր են ձեր նշած այդ կազմակերպությունները հասարակական միջազգային, եւ որ այդ պայմաններում են պահում։ Շնորհակալություն, նայեք, ուրեմն խստիվ ես խնդրում եմ բոլորին ուշադրություն դարձնել, որ սահմանադրական բոլոր նորմերի խախտումները տեղի ունենում վերին աստիճանի ցուցադրական։ Նայեք, ցուցադրական։ Նույնպես ինչպես օրինակ Ադրբեջանը գործում է ցեղասպանությունը ցուցադրական։ Նա ցուցադրաբար ամեն ինչ անում է, մտնում են Արցախում տուն, մորթում են, կներեք խոսքիս համար, ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում 2, 8 եւ 10 տարեկան երեխա է, ցուցադրական։ Այդ դրա մեջ կա շատ հետաքրքիր մի տար, այսինքն դա եւ ահաբեկելու իր մեջ ունի այդ նպատակը։ Եվ Լիդիա Մանթաշյանի ես էլի եմ ասում, որևէ մեկը սկսած հենց ԿՊ-ականներից չի հավատում եւ հիմա էլ չի հավատում նրան, որ Լիդիա Մանթաշյանը ահաբեկչության մեջ ինչ-որ խառնված է, չեն հավատում, բայց դա անում են որպես դաս եւ այսօր այդ 23 հոգին, որոնք որ հիմա 22-ն են, հա, Լիդիա Մանթաշյանին ինչ-որ տնային կալանքին հո չեն հետ վերցրել մեղադրանք, ոչ, Լիդիա Մանթաշյանին շարունակում են մեղադրել
ահաբեկչության, այո, այսինքն դա այնքան մեծ սուտ է, դա այնքան մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդվածները, մասնավորապես 5-ը, 6-ը, 7-ը, որտեղ ասվում է անձի անձեռնմխելիության, արդար դատավարության եւ այլն, բոլորը խախտված են։ Ինչու են լռում Հայաստանի Հանրապետության ժամանակին շատ ակտիվ եւ ես իրենց հետ ակտիվ եմ եղել այդպիսի երևույթները դատապարտելու։ Ինչու է, որովհետեւ պարզվում է, որ այն նրանք, ովքեր հիմա շարունակվում են ֆինանսավորվել եվրոպական եւ այլ կազմակերպություններից, նրանք դեմ չէին այդ երևույթներին, նրանք դեմ էին Ղարաբաղցիներին, երկրորդ եւ երրորդին, նախագահներին։ Այո, ամոթ է։ Ինչու Նիկոլ Փաշինյանը իրենց սրտով է։ Նիկոլ Փաշինյանը այդպես լավ աչքով են։ Ես էլի եմ ասում, Նիկոլ Փաշինյանը, այդպես աչք եմ Նիկոլ Փաշինյանը այսօր չի եւ 18 թվականին չի ի հայտ եկել։ Նրա անունը շատ հստակ հնչեց 2008 թվականին մարտի 1-ին։ Մարտի 1-ին, երբ որ առաջին նախագահը հրաժարվեց գալ ժողովրդի մոտ այդ կուտակված տեղը, եւ եկավ ուսերի վրա բերեցին այդ անձնավորությանը, ես դեպ ամիջապես եմ ասել, Նիկոլ Փաշինյանին։ Այո, ամենահարմար դիրքն է ժողովրդի գլխին նստելու համար, ում բերել են ուսերի վրա, նա միշտ ավելի հարմարավետ է իրեն համար նստել ժողովրդի գլխին եւ հստակեցնեմ, այն ինչ որ չի ստացվել 1998 թվականին առաջին նախագահի մոտ, որտեղ ինքն է չի հանդես եկել այդ բանով պատերազմ թե խաղաղություն եւ փաստորեն այդ ժամանակ դեռ այդ խարիզմատիկ ալիքը դեռ կար ժողովրդի մեջ եւ կար իր թիմի մեջ, բոլորը որ ասում են դա ներքին այդպես չի, ժողովրդական շատ մեծ ալիք է եղել եւ իր թիմի մեջ գտնվել է առնվազն մեկ անուն տան Վազգեն Սարգսյան, բայց ինքը մենակ չէր եւ դրա համար տապալվեց այն, որ պետք է Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ուղղակի տարբերությունն է, որ ավելի բարձր ինչ որ կարգավիճակում, դա տապալվել է եւ հետագայում երկրորդի ժամանակ արդեն իր ժամանակահատվածը որ ավարտվում էր նախագահության 2008 թիվը 10 տարուց հետո նույնն է եղել, նույն պահանջները, ես եղել եմ Մյասնիկյանի արձանի մոտ կանգնած, ես լսել եմ այն լուտանքը, որը թափում էր քաղաքացի Փաշինյան Նիկոլը Արցախի ու արցախցիների վրա, այն աստիճան, որ երբ որ ես պետք է գնայի ու վեի դեպի հիվանդանոց, որտեղ Արմեն Մարտիրոսյանը պատգամավորը ժառանգությունից, որին վիրավորել են, որովհետև այդ ամեն մի սադրանքը տեղի պետք է ունենար այդտեղ եւ զոհերի թիվը պետք է շատ մեծ լիներ։ Արմեն Մարտիրոսյանը ուղղակի իրեն գցել է ոստիկանների վրա եւ հարվածը դանակով հասցրել են իրեն։ Երբ որ նա եղել է հիվանդանոցում, ես զանգել իմացել եմ, ուզում էի գնալ, այնքան էր արցախցիների հանդեպ լուտանքը եւ անեծքը թափվում հենց այդ ազնվորության կողմից, որ ինձ ասեցին տեկին Լարիսա չեք բանանում, դուք էլ եք արցախցի, մի երկու տղամարդ եկան, թե մենք ձեզ ուղղեցենք, ասեցիք վաղուց է այս ատելությունը գալիս դեպի արցախցիների նկատմամբ։ Ես հաջողվեց այնպես անել, որ հիմա հասարակության ներսում է լրացվել։ Ես ասեմ դες մի բան, ուրեմն դա 1000 ամոթ բոլոր այն հայերին, որոնք ռասիստական վերաբերմունք են ցուցաբերում ծնված տեղանքով, մեկ, երկրորդը, դեռ էլի թող չմտածեք, որ ես ուզում եմ ինչ-որ մի բացահայտություններ անել, բայց դուք էլ պետք է կարդացած լինեք, որ առաջին նախագահ ասել է մենք, որ լավ ապրենք, պետք է Արցախի հարցը լուծենք, այսինքն դա եղել է ուղղորդված։ Կներեք, դա ժողովրդին չմեղադրեն ոչ մեկը։ Ես լավ 88 թվականից ամենա այդպես շարժման ոտի տակ փոշին եմ հարավարել, բայց ես տեսել եմ ժողովուրդը ինչպես է ընդունել դա, ինչպես է մասնակցել։ Այնպես որ հետագայում դա վերածվեց, դա կոչվում է domestic racism,
այսինքն ներքին ռասիզմ է կոչվում։ Դա ուղղորդված է եղել իշխանությունների կողմից։ Այն որ երկրորդը եկել է դա արցախցի էր, երկրորդը եկել է արցախցի էր, դա ոչ թե որովհետև երկար, որովհետև դա շարունակվում էր այդ քաղաքականությունը, մասնավորապես հայկական ժամանակ թերթով։ Պետք չէ, որ մենք զարմանանք, որ աշխատել են այս հասարակության վրա նրան ջլատելու եւ կներեք այլասերելու միջև անգամ, որ հանգիստ ասեն, դե որ պիտի Արցախը տանք, այլ մերը չտանք, 1000 ամոթ կրկնում եմ, բոլոր նրանց, ովքեր գիտակից թե անգիտակից ձևով սպասարկում են թուրք, ադրբեջանական, ցեղասպանական հայերի հանդեպ քաղաքականությունը, որովհետև այդ բոլորը բառապաշարը, ամբողջը դա թուրք-ադրբեջանական քաղաքական շրջանակների է։ Ուշադրություն դարձեք, ես ժողովրդի հանդեպ էլ չեմ բան ասելու, ոչ թուրք ժողովրդի, ոչ ադրբեջանական ժողովրդի։ Ես խոսում եմ նրա մասին, որ կա հզոր, հստակ տարբերություն, քաղաքականություն եւ կենցաղ։ Կենցաղում ինչի մասին է խոսքը, մենք ինչի ենք ուզում խառնենք այդ երկու բանը։ Եվ մենք այսօր ունենք այն, որ հասարակությունը իր դիմադրողականությունը ամբողջովին իջեցված, մենք ունենք խավ, ինչ-որ ձևով խավ կա, ես չգիտեմ ինչքան են, ես չեմ ուսումնասիրել հատուկ, բայց կան նրանք, ովքեր որ կարող են փողոցում կանգնել եւ փնովել հայ առաքելական եկեղեցի, ինչը հնարավոր չէր մինչ այդ պատկերացնել։ Դե ուզում որ եկեղեցու դեմ նման գործողություններ կսկսեն, կաթողիկոսին հեռացնելու պահանջ կլինի։ Նայեք, պահանջները, որոնք որ ներկայացնում են նրանք, ովքեր անաստված են, ես ընդհանրապես ինչու են անաստված, ամեն կիրակի գնում են պատարագի։ Ես հիմա ասեմ, անգամ եկեղեցական, այ եկեղեցի մտնելը դառել է քաղաքական գործողություն։ Եկեղեցի մտնելը արդեն պաշտոնան կարված եւ այլն, դա քաղաքական ակցիա է, որովհետեւ այդ մարդիկ մինչ այդ եկեղեցի չեն գնացել։ Եկեղեցի չեն գնացել Աստծուն պաշտելու համար։ Եվ երբ որ մենք տեսնում ենք այդ այսպես ասած աշխուժությունը եկեղեցի գնալու, դա զուտ քաղաքական նպատակներով է։ Դա գիտեք, քրիստոնեական առումով սարսափելի մեղք է։ Սարսափելի։ Եվ այս առումով ես շատ բարձ ես ասում եմ, այդ մարդիկ եմ կոնկրետ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը եկեղեցի չէր այցելում։ Մի հատ տեսեք ինչ էր գրում հայկական ժամանակում։ Այս Հայաստանն ինչ է, ինչ ունի, մի հատ գառնի Գեղարդ այն սարի մեջ 4 սենց փորած եւ այլն։ Այդ արհամարանքը ես չեմ տեսել անգամ ադրբեջանական կայքերում։ Այնպես որ ինձ համար շատ պարզ է, ահա այսքանից հետո, երբ որ սկսվել է 18 թվականից մի խումբ խուլիգանական, այսպես կեցվածքով մարդիկ մտել են Սուրբ Էջմիածնի կաթողիկոսի այդ շենքերը եւ այլն, այն ժամանակ չի ստացվել։ Բեմադրություններ էին անում։ Ինչպես։ Բեմադրություններ էին անում։ Բեմադրություն չի դա քրիստոնեության դեմ արշավ է եւ ընդ որում այն երկրում, որի ժողովուրդը առաջինն է ընդունել քրիստոնեությունը, դա այնքան հաշվարկված է, ես կարող եմ ասել, ես չեմ հավատում, որ դա այդ հիմի զուտ ԿՊ-ի խելքի բան է։ Ես պետք է ասեմ ձեզ, աշխարհում գործում են այնպիսի պղտոր գլոբալիստական կենտրոններ, որ եթե ձեզ ընկնի ձեր ձեռքը իրենց գրածներից, կսարսափեք։ Եվ այս առումով այդ պղտոր գլոբալիստական կենտրոնները աշխատում են ամենուր, որտեղ են հաջողում, որտեղ որ հասարակությունը արդեն իսկ տեղի է տալիս ինքնությունը իր ազգի պատմությունը ուրանալով։ Մի տեսեք ինչեր են գրում թե հայկական պատմության, ինչը նշանակում, որ սա իրական Հայաստան է եւ պատմական է, ինչ բան է, սա ինչ բան է, մի հատ նայեք, որևէ մի ազգ հանրապետություն, Չորրորդ հանրապետություն չէ, դա երրորդի ոչնչացումն է, որովհետեւ
Այդ թիմը եկել է երկու նպատակների համար։ Առաջինը Արցախը օր առաջ հանձնել Ադրբեջանին, կներեք հակապատմական, հակաիրավական, հակաիրական միջև անգամ գործող։ Իսկ երկրորդ նպատակը փոխել ամբողջովին կողմնորոշումը Հայաստանի։ Ճիշտ է, այսինքն դեպի Ադրբեջան եւ Թուրքիա, ճիշտ է, հարևաններ ենք, չէ՞, մենք ամեն օր կարող ենք տեսնել հեռուստատեսությամբ հանրայինով, որը այդպես կոչվում, չգիտեմ ինչու, որովհետեւ դա ամբողջովին կուսակցական ալիք է, եւ այդտեղ մենք հարևաններում ինչ է տեղի ունեմ, այդ հարևանները չեն թաքցնում, դրանք ավելի ազնիվ են հայ ժողովրդի հանդեպ, իրենց ամենաչար ու արյունոտ նպատակներով հանդերձ, դրանք դա չեն թաքցնում։ Իսկ ահա Հայաստանի օրվա իշխանությունը ամբողջովին թաքցնում է, թե իրականում նա երկրորդ նպատակը տեսնում է նրա մեջ, որ Հայաստանը դառնա կամ Թուրքիայի կցորդ, կամ Թուրքիայի կցորդ Ադրբեջանի կցորդը։ Մենք չպետք է որևէ անգամ մտածենք, որ մենք ենք մեր սարերը։ Կներեք, դա լրիվ ուրիշ սյուժե է, երբ որ մենք գիտենք եւ ֆիլմը եւ ընդհանրապես գրականության մեջ դա ինչ նշանակություն ունի։ Մենք ապրում ենք շատ սուր հակասություններով եւ բախումներով լի աշխարհում։ Եվ ահա այս միշտ ասել եմ, Հայաստանը այդ անգամ այս 1/10-ը մնացած։ Դա վերին աստիճանի բարձր գին ունի աշխարհաքաղաքական առումով։ Աշխարհաքաղաքական ինչ է նշանակում, աշխարհագրական իր դիրքը, այո, դա շատ մեծ նշանակություն է եւ այսօր դրա մասին բոլորը ասում են։ Դե իզուր չի, որ այսօր Զանգեզուրի համար կռիվ է գնում։ Տարբեր կենտրոններ փորձում են այդտեղ։ Այո, տեսեք, այսօր ամեն ինչ լավ է, հաբը դառնա եւ այլն, բայց երբ որ մենք տեսնում ենք, որ այդ ամենը արվում է էլի խաբեությամբ, որ դրա նպատակը զուտ տնտեսական է ու դա բերելու է Հայաստանին հարստացնելու, դա ամբողջովին կրկնում եմ, ոչ ճիշտ ուղի է եւ այս առումով ես էլի կրկնում եմ, ես եղել եմ ու դեմ եմ այս իշխանության քաղաքականությանը, ով ուզում է լինի, ինձ համար մեկ է, ես դեմքերի մասին չեմ անգամ խոսում եւ ես այո պայքարելու եմ այն ձևերով, որը ես տիրապետում եմ տվյալ դեպքում ձեզ հետ խոսելով, ես ունեմ վտանգ, այո վտանգի զգացումը ունեմ, որ անգամ այդպիսի հազարամյակներ պատմություն ունեցող հաստատությունը ինչպիսի եկեղեցին է, բայց դա զուտ այս իշխանության նպատակը չէ, դա միշտ եղել է թուրքական ցեղասպանական քաղաքականության նպատակը, այնպես որ ինձ համար այստեղ տարբերությունը շատ քիչ է ու ես պատահական չի որ ասում եմ, մենք պետք է հասկանանք, սթափվենք եւ հստակեցնենք, երկրի ճակատագիրը գտնվում է սթափ մարդկանց պատասխանատվության ներքո եւ եթե այդ սթափ մարդկանց թիվը չլինի այն քրիտիկական զանգվածը, մենք շատ ծանր կորուստներ ենք ունենալու, ավելի ծանր, քան Արցախը, որովհետեւ Արցախի հանձնումը ոչ մի իրավական ավել հիմք չունի, քան Հայաստանի հանձնումը։ Հայաստանի հանձնումը նույն հիմքերով կարող է տեղի ունենալ։ Ձեզ շնորհակալ եմ զրույցի համար, Տիկին Ալավերդյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցում ենք Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Շնորհակալություն հետևելու համար։